Բարեկո պարոն Ավետիսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, խոսել ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը կարծես 21-րդ դարում դարձել է կարևոր գործիք, նորամուծություն, նորարարություն ֆինանսական աշխարհում եւ շատերի համար նույնիսկ պարզել չէ թե սա ինչ է։ Խոսել ենք կրիպտոյի մասին։ Դուք որպես պրոֆեսիոնալ մասնագետ, ոլորտի մասնագետ կցանկանայի նախ մի փոքր տեղեկատվական էքսկուրս կատարենք, ներկայացնենք ինչ է դա, որտեղ հեռուստադիտողներից շատերը իսկապես չգիտի, նորություն է, իսկ դաշտում տեղեկատվությունը շատ է եւ այսպես ասած կեղծ տեղեկատվություն տարածողները նույնպես շատ են։ Դրա համար որոշել ենք, որ հենց դուք որպես ոլորտի մասնագետ, պրոֆեսիոնալ ներկայացնեք ու սկսենք մի փոքր տեղեկատվություն տարածել, ինչ է այն։ Խնդրեմ։ Հա, իհարկե, կրիպտոն ինչ է իրենց ներկայացնում, ինքը ոնց որ այլընտրանքային փող լինի թվային տիրույթում, ու ժամանակին ինքը ստեղծվել է որպես բանկերին այլընտրանք, նաև ինֆլյացիայից պաշտպանվելու միջոց, բայց վերջի տարիներին շատ մեծ թափ է հավաքել հատկապես փոխանցումների շրջանակում, միջազգային փոխանցումներ, տրանսֆերտներ, առևտուր, ու ինքը հեշտացնում է վարկյանական աշխարհի ցանկացած ծայրից մյուս ծայրը գումար ուղարկել առանց միջնորդների, գրեթե առանց միջնորդ հավճարների, ու այդպիսով հեշտացնում է մարդկանց կյանքը։ Հիմա դե գիտենք, ամեն ինչ բանկերի միջոցով է գնում, իրանք միջնորդներ են, միջնորդ հավճարներ են վերցնում, միջազգային բանկային փոխանցումները կարող են օրեր եւ շաբաթներ տևեն, այնտեղ բոլոր միջնորդները իրենց մտահոգություններ են հայտնում, ինֆորմացիա են ճշտում, հաճախ բլոկավորվում են փոխանցումները, հետ են նստում եւ այլն, իսկ կրիպտոյով դու կարող ես անհատից անհատ վարկյանական ցանկացած տեղ գումար ուղարկել։ Տեսեք, ինչ ռիսկեր է պարունակում հա կրիպտոն, որովհետև ենթադրենք սկսնակ մարդը, որ ուզում է զբաղվել դրանով, տեղեկատվություն այդքան չունի։ Որտեղից պետք է սկսի, ինչպես պետք է սկսի եւ ռիսկերը ինչպես դարձնել կառավարելի այս մասով, որտեղ տեսեք դուք նշում եք, որ բանկերը մի փոքր գուցե երկարաժամկետ հեռանկարում են, հա, փոխանցումներ իրականացնում, բայց բանկերի մի տեսակ հասարակության լայն շերտերը ավելի վստահություն ունեն։ Կրիպտոյի մասով կարծես կամ տեղեկատվությունն է քիչ, կամ ուղղակի մարդիկ նոր են ինտեգրում իրենց կյանք, այս մասով նոր սկսնակը ինչպես սկսի զբաղվել դրանով։ Տեսեք, ռիսկերից երկու բան կա, որ հիմնականում շեշտադրում են, երբ խոսում են, որ կրիպտոն ռիսկային է, առաջինն որպես ինքը ներդրումային գործիք, որովհետև հիմա շատ են խաբեությունները, ասում են, այս կրիպտոն առեք, իր կուրսը կբարձրանա, դուք վրան կհարստանաք, ու մեծ մասը ոլորտի 99.9%-ը, երբ որ տենց ներդրումներ են առաջարկում, դրանք խաբեություն են հանդիսանում, ոլորտի հիմնական կրիպտոն բիթքոինն է հանդիսանում, որ ինքը թվային ոսկի է, էլեկտրոնային ոսկի է կարելի ասել, ու շատերն են հենց նաև խոշոր ֆոնդերից, պետություններից իրան այդպես որակում, այդպես համարում, այնպես որ զգուշ է պետք լինել տարատեսակ ինչ-որ պրոյեկտների մեջ գումարներ ներդնելուց, ու այնտեղ պետք չի արագ շահույթներ ինչ-որ ակնկալել։ Երկրորդ ռիսկից, որ կարելի է շեշտել, դա այն է, որ չնայած նրան, որ դուք կարողանում եք ինքներդ ձեր գումարները տիրապետել ու ինչպես նշեցի վարկյանական իրար մեջ փոխանցումներ անել, այդպիսով նաև ամբողջ պատասխանատվությունը անվտանգության նաև ձեր վրա է ընկնում։ Օրինակ, երբ որ դուք բանկերում հաշիվ եք բացում, դուք վստահում եք այդ միջնորդ կազմակերպությանը, որ ինքը ձեր գումարները ապահով կպահի, երբ որ դուք իրան դիմեք, ինքը ձեր գումարները կվերադարձնի, բայց կրիպտոյի դեպքում 100%-ով անվտանգությունը ձեր մոտ պետք է պահեք, որ եթե հանկարծ այդ կրիպտոյի ձեր դրամապանակի բանալի բառերը, ասենք, լավ չպահեցիք կամ ձեր հեռախոսահամակարգիչը կոտրեցին, ձեր կրիպտոն կարող են տանել ու հիմնականում անվերադարձ կերպով տանել։ Դրա համար այսինքն այս դեպքում ռիսկը շատ է եւ երաշխիքները քիչ, որ կպահպանես բանկի դեպքում, կարծես դու գիտես գնալ ումից պահանջել։ Այս դեպքում ումից պահանջես։ Հա, բայց նաեւ դա բերում է իր հետ անկախություն։ Դու կարող ես անկախ լինել քո անվտանգությունը ինքդ տնօրինել կամ էլ կախված լինես միջնորդներից ու իրանց մոտ քո գումարը պահել։ Այսինքն ստացվում է, որ նաեւ պետք է գիտելիքներ համապատասխան, պատական ուղղակի ոչ տնտեսագիտական կամ աուդիտորական կամ ֆինանսական գիտելիք չունեցող մարդու համար մի փոքր դժվար կլինի։ Այսինքն սկսնակի համար առաջին հերթին պետք է տեղեկատվություն, հա, ինֆորմացիա, գիտելիքներ։ Առաջին քայլը կրիպտոյում դա առնվազն մի քանի ժամ հատկացնել, հասկանալ մոտավորապես այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում, ասում են, որ մոտ 100 ժամ է պետք, որպեսզի դու խորանաս ու սեփական համոզմունքներ ունենաս ոլորտի մասին, պետք է 100 ժամ կարդաս, լսես ինչ-որ վիդեոներ, նյութեր, հարցազրույցներ, որպեսզի հասկանաս այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում։ Այսինքն գուցե 100 ժամ չէ, այլ գուցե մի քանի ամիսներ կամ գուցե ինչ-որ որոշակի երկար 1 տարի կրթություն է պետք, որպեսզի կարողանաս անխոչնդոտ, հա, մանևրես այս դաշտում։ Շատ բազմակողմանի ոլորտ է։ Շատ լավ, պարոն Ավետիսյան, տեսեք, Հայաստանում ինչպես նշեցի,
սկզբում նոր է այս ամենը, նոր մշակույթ է, նոր ֆինանսական հեղափոխություն ասենք կամ կարճաժամկետ տրենդ ասենք, չգիտեմ, ամեն մեկը մի բան ասում է։ Շատերը ասում են, որ սա հերթական ֆինանսական բուրգ է, որը որոշակի ժամանակ անց կփլուզվի։ Այս մասով ինչ մեկնաբանություն կտաք այն մարդկանց, որոնք ունեն այդպիսի կարծիք։ Ասեք, ֆինանսական բուրգ հիմնականում էլի որակում են այն կրիպտոներին, որոնք որ իրենցից եկամուտ են, այսպես ասած, ակնկալում, շատ ֆինանսական բուրգեր կան կրիպտո ոլորտում։ Նաև ոմանք առաջատար կրիպտոն բիթքոյնն են ժամանակին անվանել ֆինանսական բուրգ, որովհետև ինքը հաճախ սլացիկ աճ ա ունեցել, հետո մոտ 70-90% անկում ա ունեցել, բայց այդ անկումից հետո ինքը միշտ վերականգնվել է ու շատ ավելի բարձր է գնացել։ Օրինակ վերջի մի քանի ամսվա ընթացքում էլ բիթքոյնի գինը կարելի ասել կիսվել է, բայց դա չի նշանակում, որ այդ բուրգերը փլուզվեց, որտեղ բուրգերը փլուզվելուց հետո էլ երբեք չեն վերադառնում։ Ուղղակի սա շուկայական ոնց որ կորեկցիա է, ճշգրտում է, ժամանակի ընթացքում ինքը նորից կվերականգնվի։ Իսկ ամենամեծ կիրառությունը կրիպտո ոլորտում այս պայդրությամբ ինքը փոխանցումներին է առնչվում, առևտրային հարաբերություններին, հիմնականում stable coin-ների միջոցով, որոնք որ դոլարին կցված կրիպտոներն են, իրանց կուրսը միշտ $1 է, իրանք չեն տատանվում, օգտագործվում են տրանսֆերտների, առևտրի միջազգային փոխանցումների համար, այսինքն դուք հեշտությամբ կարողանում եք դոլար տեղափոխել ֆիզիկական անձանց մի երկրից մյուս երկիր եւ այլն։ Տեսեք, նաև իր մեջ պարունակում է կարծես կցանկանայեմ մեկնաբանեք որպես մասնագետ քաղաքական ասպեկտ, քանի որ եթե Միացյալ Նահանգներում ենթադրենք Թրամփը ընտրվեց, այնտեղ նաև որոշում պետք է բարձրանա բիթքոյնը, նաև որոշում պետք է իջնի։ Այս դեպքում ինչպես բիթքոյնով զբաղվող սուբյեկտը ինչպես վարվի, ինչ անի։ Քաղաքական ասպեկտ վստահաբար կա, առաջին հերթին այն մասով, որ ինքը կրիպտոն, ինքը ֆինանսական անկախություն է տալիս համ անհատներին, համ էլ պետություններին։ Դու երբ որ կրիպտո ոլորտը ворթեգրում ես, սկսում ես դրա առաջատարներից դառնալ, դու նաև անկախություն ես ձեռք բերում այդ միջնորդ ֆինանսական կազմակերպություններից։ Հիմա ոնց է, որոշ երկրներ օրինակ սանկցիաների տակ են ու հիմնականում ում որոշմամբ, էլի ձեր նշած Ամերիկայի որոշմամբ, որտեղ իրենք են կառավարում Visa-ն, Mastercard-ը, SWIFT համակարգը, ու այդ սանկցիաների տակ հայտնված երկրները հաճախ շրջանցում են այդ սանկցիաները իր առևտրային գործընկերների հետ կրիպտոյով գործակցություն անելուց, որովհետև կրիպտոն ապակենտրոն է, ինքը ինչ որ մարդուց կամ կազմակերպությունից կախված չի, ու ցանկացած երկու սուբյեկտ, լինի դա քաղաքացի թե պետություն թե կազմակերպություն, կարող են պայմանավորվել իրար հետ ու այդ միջոցները իրար փոխանցել կրիպտոյի տեսքով, այսինքն քաղաքական այդ կոմպոնենտը վստահաբար կա, իսկ Ամերիկայի մասով այո, Ամերիկայի վարչակազմը գործող Թրամփի ղեկավարությամբ իրենք ворթեգրել են որպես կարևորագույն ուղղություն ոլորտ կրիպտոն, նախագահի երկու հրամանագիր կա հենց կրիպտոյին առնչվող, մեկը հենց կրիպտո ոլորտը որպես ստրատեգիական կարևոր նշանակություն շեշտող, երկրորդը որպես բիթքոյնի ստրատեգիական ռեզերվ ստեղծելու հենց բիթքոյն որպես պետություն կուտակելը, որի օրինակին վստահաբար պետք է հետևի նաև Հայաստանը, այլ երկրներ նույնպես, որովհետև իրենք հասել են այդ գիտելիքին, իրանք գնացել են ժամանակին ճնշելու, սահմանափակելու խիստ վերահսկողությամբ հենց ոլորտը կարելի ասել արգելելու ուղղությամբ, հետո հասկացել են, որ դա վնասող է իր էությամբ, հիմա այս վարչակազմը եկել է, ասում է, չէ, պետք է ազատ թողնել այս ոլորտը, պետք է զարգացնել ու պետք է մենք լինենք այստեղ առաջատարը։ Ամեն դեպքում քաղաքական ասպեկտը կար։ Շատ լավ, Հայաստանի մասով խոսենք, դուք նշեցիք, որ Հայաստանը նույնպես այդ չափորոշիչներին փորձում է հետևել։ Ինչպիսին է Հայաստանում շուկան, կրիպտո շուկան, ինչպիսին է այն։ Արդյոք զարգանում է, թե լճացել է, թե ինչ որ մարդիկ կան, որոնք այսպես ասած պղտոր ջրում ձուկ են որսում։ Առհասարակ հայկական շուկան, կրիպտո շուկան ինչպիսին է։ Մի փոքր տեղեկատվություն այս մասով։ Կրիպտո շուկան Հայաստանում տարեց տարի դինամիկ կերպով զարգացել է։ Այս պայմանությամբ կարելի ասել, որ տարեկան կա մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն Հայաստանում մենակ կրիպտոյով։ Դա բավականին լուրջ թիվ է։ Լուրջ թիվ է, մեր ոնց որ արտաքին առևտրաշրջանառությունը դրան մոտիկ թիվ է էլի կազմում, բացի դրանից բնակչության մոտ 15% է, մոտ 450,000 քաղաքացի կամ հիմա ակտիվորեն օգտվում է կրիպտոյից կամ առնվազն անցյալում մեկ անգամ օգտվել է կրիպտոյից, այսինքն Հայաստանն էլ այդ առումով ոնց որ մարդիկ անծանոթ չեն այս ոլորտին։ Ճիշտ է, այդ մարդիկ ովքեր որ օգտվել են, իրանք հենց կոնկրետ գիտելիքներ ունեն, այդ փորձ ունեն, մյուս 85%-ը կարող է ընդհանրապես ոչ մի բան չիմանա, պատկերացում չունենա, այդ առումով մի քիչ խզվածություն կա գիտելիքի առումով, ու տարիներ շարունակ այս ոլորտը զարգացել է նաև ինչ որ չափով ճնշված լինելով, քանի որ 18 թվականից սկսած կենտրոնական բանկը թույլ չտվել բանկերին սպասարկել կրիպտո ոլորտը ու այս ոլորտում գործունեությունը համարյա ամբողջությամբ կանխիկ եղանակով կրիպտո գրասենյակների չենջերի միջոցով է տեղի ունեցել, բայց ամեն դեպքում եղել են շատ խոշոր
առևտրային հարաբերություններ, շատ մեծ տրանսֆերներ Ամերիկայից, Ռուսաստանից, այլ երկրներից, այսինքն գումարը հեշտությամբ գնացել եկել է ու նաև մեծ առևտրային շրջանառություն է սպասարկվել, այդ 10 միլիարդից գերակշռող հատված հենց առևտրին է վերաբերվում։ Այ հենց եկանք հասանք ամենակարևոր թեմային կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը ինչ որ օրենսդրական նախաձեռնություններ, փաթեթներ, կարգավորումներ է մշակել եւ կարծես ստացվում է, որ խնդրահարույց խնդիրներ է առաջացնում կրիպտո շուկայում։ Այս մասով կցանկանայի ձեր մեկնաբանությունը եւ ձեր դժգոհությունը։ Պետությունը մի կողմից ասում է, ես պետք է վերահսկեմ, մի կողմից էլ թվային տեխնոլոգիաները գուցե գալ ու պետությանը անցնեն գնան։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, այդ իրազեկվածության պակասը որ կա քաղաքացիների մոտ, նույն չափով կա նաև պետության մոտ։ Պետությունը չգիտի կրիպտոն իրենց ինչա ներկայացնում, ինչ առևտրային հարաբերություններ կան, ինչ շրջանառություն կա, այդ հաճախորդ բիզնես հարաբերությունները ոնց են ձևավորվում, ու այդ ամեն ինչը չհասկանալով հանդերձ հիմա պետությունը եկել է դեմս կենտրոնական բանկի, ասում է պետք է այսպիսի կարգավորում լինի, ես պատկերացնում եմ, որ այսպես պետք է լինի, ու իրականում կենտրոնական բանկը ինքը շատ սխալ սուբյեկտ է ընտրված որպես ոլորտի ռեգուլատոր, գրեթե ոչ մի երկրում աշխարհում, որտեղ որ ոլորտը զարգացած է, կենտրոնական բանկերը չեն վերահսկում այս ոլորտը, որտեղ իրենք փաստացի ինչ են հանդիսանում, կրիպտոն հանդիսանում է այլ ընտրանք բանկային համակարգին։ Ստացվում է համ դու մրցակցին ես կոպիտ ասած տալիս այս ոլորտի կարգավորումը, որ ինքը ուզի կսահմանափակի կճնշի այնց քանի որ ինքը չաճի։ Բացի նրանից բանկային համակարգը ինքը հին ֆինանսական աշխարհն է, ու այս հին ֆինանսական աշխարհի կանոնները, սկզբունքները հաճախ կիրառելի չեն լինում այս նոր ֆինանսական աշխարհում, որը որ նախընտրում է կրիպտոն ազատություն, արագություն, հեշտություն, պարզություն, ու այն բարդ բյուրոկրատիան, որ կա բանկային համակարգում, կենտրոնական բանկը ու պետությունը փորձում են բերել կրիպտոն կիրառել, որը որ ակտուալ չի ստացվում դա կիրառել։ Ինչ է ստացվել, որ հունվարի 1-ից սկսած կանխիկը ամբողջովին կարելի ասել սահմանափակվել է կրիպտո ոլորտում, մինչդեռ կանխիկով էր գոյատևում այս ոլորտը մինչև հիմա, որտեղ բանկերը չէին սպասում։ Այսինքն բանկը, կենտրոնական բանկը խոչընդոտում է այս դեպքում։ Խոչընդոտում է ու բացի նրանից, որ կանխիկի շրջանառությունը սահմանափակվեց ոլորտում, բանկերը դեռևս նորմալ չեն սպասարկում այս ոլորտը։ Մենք որպես կրիպտո ընկերություն փորձում ենք բանկերում հաշվի բացել, մեզ մերժում են։ Ըստ 18 բանկերից հայաստանյան, եթե ճիշտ եմ թիվը հիշում, ընդամենը մեկն է, որ ինչ որ առաջին փորձնական քայլերն է սկսել անել, այն էլ էլի շատ դժվար պահանջներով, շատ ձևական սահմանափակումներով ու շրջանառության սահմանաչափերով, որ այս ոլորտը պարզապես չի կարողանում այդտեղ գործել։ Ու հիմա տենց փակուղային իրավիճակում է, որ կանխիկը փակվում է, անկանխիկը չի աշխատում, ու ընկերություններն էլ չգիտեն ոնց իրենց շրջանառությունը ապահովեն, իրենց հաճախորդներին սպասարկեն։ Որն է լուծումը, ինչ լուծում եք առաջարկում որպես ոլորտի մասնագետ։ Լուծումը այն է, որ այս ոլորտի նախ խնդիրները հասկանալ, առևտրային հարաբերությունները հասկանալ, հաճախորդ բիզնես հարաբերությունները, ռիսկերը, այո, հիմա պետությունը ամեն ինչի մասին խոսալուց այս ոլորտից ասում է ռիսկ, որովհետև ոնց որ վախեցած են ամենավատ ոնց որ բաներն են լսել մենակ այս ոլորտի մասին, բայց չգիտեն թե կոնկրետ այս ոլորտում որն է ռիսկը։ Ու ըստ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, օրինակ ամբողջ կրիպտո շրջանառության ընդամենը 0.25%-ն է, որ վերաբերվում է անօրինական փողերին։ Նույն բանը Հայաստանում է, այնտեղ ՆԳՆ-ն հայտարարել այն թիվը, որ մոտ 5 միլիոն դոլարի անօրինականություններ են Հայաստանում եղել կրիպտոյով, բայց մինչդեռ 10 միլիարդ դոլարի շրջանառություն կա, այսինքն չնչին մաս է կազմում։ Պետք է նախ հասկանալ, թե այս ոլորտը իրենց ինչ է ներկայացնում, ինչ խնդիրներ կան, ինչ ռիսկեր կան ու համաչափ կարգավորում դնել։ Նաև ոլորտի հետ պետք է պարբերական հանդիպումներ կազմակերպեն, քննարկումներ կազմակերպեն, որի կարիքի հիմա զգացվում է։ Դրանք շատ հազվադեպ են լինում ու ոլորտի ձայնը հաճախ անտեսվում է, լսելի չի լինում։ Այսինքն դուք բաց եք, որպեսզի հանդիպեք կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, այս դեպքում պետության հետ եւ առերեսվեք, խոսեք ձեր խնդիրների մասին բարձրաձայն։ Միանշանակ, ու դրա մասին պետք է շատ ակտիվ խոսել, որովհետեւ հենց հիմա ոլորտը գտնվում է փակուղային իրավիճակում։ Ու ոչ միայն կենտրոնական բանկի, նաեւ այլ գերատեսչությունների հետ։ Օրինակ դեկտեմբերին ազգային ժողովում կրիպտոյի հետ կապված օրինագիծ էր քննարկվում, այնտեղ կենտրոնական բանկի ներկայացուցիչները երբ որ հարցազեկուցում էին, պատգամավորները իրենք էլ տեսան ականատես եղան նրան, թե ինչքան կողմնակալ ու ոչ արդար մոտեցումով է մոտենում կենտրոնական բանկը անտրամաբանական սահմանափակումներով ու նաև պատգամավորներից հնչեց այն գաղափարը, որ պետք է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել, որպեսզի այլ կառույցներ նույնպես ներկայացված լինեն այդտեղ, որ ավելի բալանսավորված լինի պետական կառույցների ազդեցությունը այս ոլորտի օրենսդրությունը կարգավորումները մշակելու շուրջ։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել, պարոն Ավետիսյան, կցանկանայի կանխատեսում անենք, գուցե կանխատեսումները այդքան էլ մեր օրերում հեշտ գործ չի, բայց ամեն դեպքում 5 տարի, 10 տարի հետո կրիպտո շուկան ինչպիսին կլինի, կարող է ստացվել այնպես, որ հենց Հայաստանում մարդիկ աշխատավարձ ինչու՞ չստանան կրիպտոյով։ Հնարավոր բան է դա։ Արդեն այսօր Հայաստանում կան մարդիկ,
համ հայեր, համ արտասահմանցիներ, ովքեր աշխատավարձը ստանում են կրիպտոյով, օրինակ մեր ընկերության միջոցով, հետո վերածում են դրամի, ստանում են իրենց բանկային հաշվին։ Այսինքն դա հիմա էլ ռեալ է ու տարեց տարի գնալով վստահաբար շրջանառությունը մեծանալու է։ Տրայեկտորիան, որ նայում ես կրիպտոն ինչքան է շրջանառությունը ու տարածումը մեծանում, ամեն տարի մենակ մեծանում է, որովհետև ինքը շատ ավելի հեշտ բարձ գործիք է, ինքը հարմար է դարձնում մարդկանց կյանքը, իսկ մարդիկ սիրում են հարմարավետություն, միանշանակ որ եւ նաեւ օպերատիվություն։ Իսկ կարող ենք ասել, որ ավելի երկար ժամկետում ամեն դեպքում տեխնոլոգիան կհաղթի պետությանը եւ գուցե դառնա նոր բանկային համակարգ 21-րդ դարի բանկը լինի կրիպտո շուկա։ Դրան կասկած չկա, հիմա կարող է պետությունը փորձում է դիմադրի իր պատկերացումները ոնց որ պարտադրի համակարգի վրա, բայց ժամանակի ընթացքում բոլորը ովքեր որ այդ ուղղությամբ գնում են հասկանում են որ սրա դեմը չի լինում առնել։ Նաև այդ է պատճառը որ այս նշածը շրջանառության մեծ հատվածը հիմա գնացել է ստվեր, պետությունը չի կարող դա վերահսկել, բայց չի կարողանալու կանգնեցնել դա, որովհետև ինքը անկախ ապակենտրոն համակարգ է, երկու մարդ իր հետ կարող են պայմանավորվել այդ գործարքան էլ վերջ դու դրա դեմ էլ չես կարող առնել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։